Հարազը շնորհակալ եմ, որ եկաք տաղավար եւ այսպես վաղ շաբաթում կայացան ընտրությունները, դուք շատ ակտիվ ահազանգում ու բարձրաձայնում եք խայտարակությունը այն ապօրինությունները, որ իրենք թույլ էին տալիս գործող իշխանությունը, խնդրեմ, ինչ կարող եք այսօր ներկայացնել, համեցեք։ Շնորհակալություն վաղշաբաթ խոշորացված համայնքում տեղի ունեցած ընտրությունները իրենց բնույթով իրականում խայտառակություն էին։ Չկար մի դեպք, որ այս նախկին ընտրապրոցեսներում եղել էր, դրանք ավելի կատարելագործված չիրականացվեցին վաղշաբաթ խոշորացված համայնքում։ Ընտրակաշառք կար, մի դեպք մենք բացահայտեցինք, մնացածի պատվալները չկարողացանք մտնել, տեսնեինք ինչ քրչուփալաս էին բերել խաբելու մարդկանց։ Տեսեք, ինչ է նշանակում մարդը մտնում է տեղամաս, քվեարկում է, քվեատուփը բացում են եւ քվեա այդ ծրարի մեջ 2-7 համարի քվեաթերթիկ կա։ Որևէ մեկը կարող է բացահայտել, այդ բոլոր տեղամասերում նման բան դիտարկվել է, գրեթե բոլոր տեղամասերում։ Եվ կարուսելի մեթոդը կարող էր դա լինել, որ մարդկանց քվեաթերթիկը նախորոք տային, մի հատ էլ մեջից վերցնեին ու դա դնեին, այդ մարդիկ մտածեին, որ իրենց քվեարկությունը այդպես իրականացրել են։ Լույսերի անջատում, նախկինում ասում էին, տեսեք, լույսերն անջատեցին եւ այլն, այսօր եմ տեսնում մեկ տեսանյութ, երբ հանձնաժողովի նախագահը փորձում է կապարակնիքը կտրել, տեսնում ենք արդեն կտրված է։ Այդ մութ 25 րոպե մոտ կես ժամ լույս է անջատված եղել տեղամասում։ Կես ժամում քանի ծրար կարող էին լցնել այդ քվեատուփի մեջ, չեմ կարող ասել։ Դա գիտի Նիկոլը եւ իր վաղաշաբաթի մեխակյանական թիմը։ Իսկ ինչ չենք արձանագրել, Անդր Շիրիմյան ընտրողներ ցուցակներում կային, եւ այդ ընտրողները ոչ թե տվյալ բնակարանի ընտրողներ էին, այլ ինչ որ հարևան բնակարանից եկել հայտնվել էին իրենց բնակարանում։ Ահազանգել ենք, որ կան անծանոթ մարդիկ մարդկանց բնակարաներում, այո կային, մարդը եկել զարմացած մտածել է ով է այդ մարդը, ով գրանցված է իր բնակարանի վրա։ Ահազանգել ենք, որ ԿՊԱ-ականները մարդկանց էին տանում ու բերում, ահազանգել ենք, արձանագրություն կազմել ենք, բոլոր տեղամասերում նույն իրավիճակներ։ Ես մոտ 2 ժամով բացակայել եմ այն տեղամասից, որտեղ ես ինքս վստահված անձեի, Գեղակերտ համայնքի այդ միջնակարգ դպրոցում այդ երևում էր այդ կաշառք բաժանող տնօրենի իրական դեմքը։ Խայտառակություն էր, մի երիտասարդ աղջիկ էր հանձնաժողովի նախագահը, ասում ենք իսկ ինչու է այս ովքեր են այսքան մի 50-60 հոգի լցվել տեղամասի դեմը դռների մոտ ու ասում է ոստիկաներին քիչ առաջ ասացի, որ ոստիկաները դրանց հեռացնեն, ոստիկաներին ասում են, մեզ ոչինչ չի ասվել, դե ասում եմ ձեր գործը այստեղ դրանց հեռացնելն է, ամեն մեկը մեկին տանում բերում, մեքենաների տեղատարափ էր այդ դպրոցի մոտ։ Բոլոր մեթոդները կիրառելով, բոլոր մեթոդները եւ կաշառք ենք տեսել եւ կարուսել ենք տեսել, այդ որ ասում եմ ծրարներում 7 համար 2 հատ կար եւ տասովշիկների ենք տեսել ԿՊԱ-ական ոնց էին նախկին падգամավորներ գնացել մտել էին նախկին գյուղապետեր ԿՊԱ-ի գրասենյակ զանգ դրսում իրար էին գրկախառնվում տանում բերում էին այդ նախկիներից այդքան զզվում եք բա այդ նախկին падգամավորները ձեր տասովկա անող թիմերում ինչ գործ ունեին բա այդքան զզվում եք թե բերել եք նրանց փորձառությունն էլ խառնեք ձերին կիսեք տեսնեք ինչ եք ստանում Մի խոսքով ես ընտրությունների օրը արդեն արձանագրել եմ եւ ասել եմ, որ եթե մեկ տեղամասում կար այդքան ընտրախախտում, Մուսալերից եկել է, ասում է այդ երիտասարդը, եկել եմ ընտրությունների ստեղ, տղա ջան, դու ինչ գործ ունես Մուսալերից եկել ես, լավա լիճքից չեք եկել այդտեղ ընտրելու։ Լավա չգիտեմ որտեղից չեն եկել ընտրելու։ Ընտրությունները ավարտվեց վաղ առավոտյան, միանգամից գրեց, որ Վեհարանի վրա հարձակումը ոնց որ ստացվեց։ Տեսեք, ես ավարտեմ ընտրական գործընթացը, հա, ավարտեմ։ Իրականում Փաշինյանը իր բոլոր նախարարներով, փոխնախարարներով,
Հայաստանի բոլոր քաղաքապետերով, բոլոր մարզպետներով, փոխմարզպետներով, ազգային ժողովի նախագահով, ԿՊ-ական ողջ թիմով, մանկավարժներով, մանկապարտեզների տնօրեններով, աշխատողներով, այն որ հրահանգը իջեցված էր, որ պարտադիր է, Նիկոլ Փաշինյանը վաղարշապատում ընդամենը 21.9% ձայն տարավ։ Ընտրողների 21.9% ձայնը։ Դա խայտառակ ցուցիչ է, դա նշանակում է, որ վաղարշապատ խոշորացված համայնքի մոտ 80%-ը արհամարեց Փաշինյանական թիմին, մոտ 80%-ը չուզեց առերեսվել Փաշինյանական թիմի հետ եւ այն խայտառակ ցուցիչը, որ հասարակության մի մասը այլևս ընտրական գործընթացներին չի ուզում մասնակցել եւ հասկանում է, որ ընտրական գործընթացները գնալով այդ ընտրական գործընթացի ֆարսը, կեղծիքը, այդ վախի մթնոլորտը, խաբեությունը, այնտեղ ասում էին, որ այդ Հովանավանքի կրկեսի, շրջիկ կրկեսի թիմը եկել էր այնտեղ տեսել էին, որ այդ 1200, որ դուք ունեիք այդքան մարդ, այդ շրջիկ կրկեսին բերեցիք, լցրեցիք, 2000 մարդ չկարողացաք այդ հրապարակում հավաքել։ Վաղարշապատում ասում էին, որ երբ տեսել են այնտեղ այդ մասան է, այդքանն է իրենց ընտրողները չեն էլ ուզում գնան իրենց կողքին Երևան, ասում էին, որ փողի խոսակցություն է գնացել ընտրողներին, ինչքան տան, ոնց տանեն, ոնց բերեն, այդպես խոսում էին վաղարշապատ խոշորացված համայնքում, փողոցներում, գալիս էին ընտրություններ, մարդիկ իրար հետ խոսում էին, մենք էլ լսում էինք։ Իրականում վաղարշապատ խոշորացված համայնքը ցույց տվեց, թե հասարակությունը որքան է հիասթափված քաղաքական process-ներից եւ սա ոչ միայն վաղարշապատցու մեղքն է, այլ նաեւ քաղաքական process-ները գեներացնող իշխանության մեղքը։ Հասարակությունը այսօր գործընթացին պարզապես չի հավատում։ Ինչ է նշանակում ընտրության 8 ուժ մասնակցի եւ ընտրությանը գոնե 50% մասնակցություն չցուցաբերվի։ Այն որ ասում են, թե վաղարշապատի համայնքական ճակատկուսակցությունը իրականում մասնակցեց շատ քիչ ռեսուրսով եւ այն ռեսուրսը, որ մենք ծախսեցինք այդ ընտրություններին եւ այն ցուցիչը, որ կարողացանք ստանալ, եւ սա մեր առաջին մասնակցությունն էր վաղարշապատ խոշորացված համայնքի ընտրություններով սկսվեց, կարելի ասել, թե ճանաչողության առումով, թե մարդկանց հետ շփվելու, թե նաեւ գործընթացի առումով ինքը ցուցիչ էր, որ մենք պետք է եւ դրանից եւ հետեւություն անենք եւ նաեւ առաջ շարժվենք փոխելով մեր մարտավարությունը եւ մեր գործելավոճը։ Ես այսօր որ գալիս էի այստեղ ինձ մեկը վաղարշապատից ինձ հետ խոսում էր, ասում է մտել են երթվել են, որ Արգիշտի Մեխակյանը ԿՊ-ի հետ կապ չունի, պատերազմից հետո լքել է ԿՊ-ն։ Մենք հասկանում ենք, չկար մեթոդ հին, նոր, հարևան երկրից, չգիտեմ, թշնամական երկրից, բոլոր մեթոդները կիրառվեցին վաղարշապատ խոշորացված համայնքում։ Վախից մինչև մարդկանց նվաստացում, մարդկանց ասում են մի պաշտոնի համար, դե ասում էին վաղարշապատցիներ, մի պաշտոնի համար Մեխակյան Արգիշտին 18 հոգու խոստացել է։ Էլ չասենք, որ թե ասենք ինչ բան էին դրել դպրոցի այս տնօրենին դու քանի հոգի ունես քո կոլեկտիվում տեսեք ով քանի ընտանիքի քանի անդամ ունի այն մեկը քանի այդ ամբողջ իշխանական ռեսուրսը լծվեց որպեսզի վաղարշապատում 21.9% ձայն ունենա ամբողջ ոստիկանությունը ԱԱԾ-ն
պատգամավորները, նախարարները, դե այն տարածքային կառավարման նախարարը գիտեր ինքը բանա, շտաբի պետն է կամ քարոզարշավի ագիտն է, այնպիսի մի գնա այդ նույն էնտուզիազմով մտի Արգիշտի Մեխակյանի Արագած գյուղ, տես ինչ խայտառակ վիճակ է, քայլել չէր լինում այդ գյուղում։ Արագած գյուղը, Արգիշտի Մեխակյանի ծննդավայր գյուղը, քայլել չէր լինում այդ գյուղում, ոչ ասվալտ էր, ոչ հող էր, անհասկանալի իրավիճակ էր այդտեղ, եկել լծվել ես այդ գործին, գնացեք ձեր գործերով զբաղվեք, միևնույն է դուք ինչքան շատ եք ուզում մասնակցեք ընտրություններին, այնքան շատ հասարակությունը հիասթափվում է քաղաքական պրոցեսներից։ Այստեղ ուղղակի ուզում եմ ասել, որ քիչ առաջ դուք հարց տվեցիք, որ վաղարշաբաթ խոշորացված համայնքի ընտրությունը Նիկոլ Փաշինյանը վերագրել է, որ տեսեք հաջորդ առավոտ ասել է, որ ինչի վաղարշաբաթին չգիտեր, որ այդպես է լինելու, բոլորը գիտեին։ Եվ ես մինչ այս պահը ուզում եմ հասկանամ այն իրավիճակը, թե ինչի արդյունքում գոնե այդ 21.9%-ը իրենք տարան, որովհետև ես ինքս մոտ 7-8 հազար վաղարշաբաթ խոշորացված համայնքի բնակիչների հետ անձամբ եմ հանդիպել, ասել եմ և այն ժամանակ և հիմա, մարդիկ ասում են, հո այդ թուրքերի հետ չեք, հո հայեք թե ՔՊ-ական եք, հո դրանցից չեք, դրանց ոնց ռադան են գնան, ես հիմա զարմացած եմ, թե այսքան ձայն իրենք ինչ մեխանիզմով բերեցին, կարուսել եղել է, վկան այդ քվյաթերթիկներն են, որոնք գալիս էին ծրարներով, կապարակնիքից անջատված արկղ եղել է, 25 րոպեի մեջ այդ արկղի մեջ ինչքան ծրար կարող էր ՔՊ-ի անունով լցվել, կարող էր լցվել, Այն մյուս տեղը կարող էր, թե չէ 25 րոպե տեղամասում լույս է կանջատում, բա Ռոմանոս Պետրոսյան, դրա նախորդ օրը, որ վաղարշաբաթուն հարցնում ասում եմ, 3 անջատում եղել է, ասում են չէ, դրա նախորդ օրը անջատեիք, չէ, այս մարդիկ ուզում են ամեն ինչ գերազանցած լինեն, ամեն ինչ, բոլորին անուն են դնում, այս էին անում, այն էին անում, ձեր մեթոդաբանությունը այլևս Ես ասում եմ, որ այս ընտրություններում Անժելա, ձեզ հետ խոսելուց եմ ասել, չէ, ասել եմ իրենց ձայնը 18-ից 21% է լինելու, դուք կհաստատեք և դա ասել եմ քարոզարշավի օրերին և հիմա որ բերում եմ այդ համապատկերը, այո, Փաշինյանական խումբը իր ամբողջ ռեսուրսով, փողով, միլիոններ էին ծախսում, ջիպեր էր ու էլ չգիտես ինչ մեքենաներ այդ գյուղերը տակնու վրա են անում, ստացան ճիշտ այդքան 21.9% ձայն։ Մենք չասենք, այսքան ընտրողից ես, նույն Ավինյան Տիգրանը 9% ձայն է ստացել, մայրաքաղաք է ղեկավարում։ Հիմա ջախջախեցինք, չգիտես մտածում ասում ես, այս կարող է ջախջախել են Բաքվի բերդերից մեր գերիներին են բերել, մեր անհետ կորածների հարցն են լուծել, այս ինչ է կարել, սրանց մոտ ամեն ինչ ֆեյք է, այդ որ ասում են ջախջախեցինք բանա, այո, հիմա վաղարշաբաթ համայնքում ավելի ծանր օրերի պիտի վաղարշաբաթցիները սպասեն, ոչ թե որ քվյարկեցին եւ վերջ, չէ, նախ այն մի պատմություն ունենք, չէ, ճակատամարտ, որ ասում է քաջերի դեմ ելնելով երկու կողմն էլ պարտություն կրեցին, հիմա Արգիշտի Մեխակյանը կռիվ էր տալիս Դիանա Գասպարյանի դեմ։ Դիանա Գասպարյանը դե գործերը կարճել են ինքը իր տանը սիրուն նստած, սա էլ կգա մի քանի բիզնես կբաշանի այն իր տասովշիկներին, ովքեր այդ գործերը անում են, գյուղապետերը գործերը թողած, այն օրն եմ ասել, լակոտի պես ընկել էին, տեսնեին, որ բնակիչը ընդդիմության հետ կանգնած խոսում է, գալիս ասում են, վերցեք տարեք ձեր տաներում պահեք այդ մարդկանց։ Այդ վարքագիծն են, նայում ես գյուղին լաց է գալիս, նայում ես իր վարած մեքենային ու իր գործողություններին, ես չեմ կարող ասել, բայց
Վաղար շաբաթ խոշորացված համայնքը այս օրենին կանգնեց նաև մեկ այլ խնդրի առաջ։ Ես չեմ բացառում, որ երբ որ Նիկոլ Փաշինյանը մայրաթոռը նվաճելու օրը կհստակեցնի, Արգիշտի Մեխակյանը առաջիներից մեկը կկանգնի Փաշինյանի կողքին եւ միասին նրանք կգնան նվաճելու մայրաթոռը, որովհետեւ բոլոր հարցազրույցներում Արգիշտի Մեխակյանը խուսափեց այդ հարցից, ասաց կգա օրը, կտեսնեք։ Օրը շատ շուտ է լինելու, որովհետև մենք գիտենք Ադրբեջանը եւ Թուրքիան ինչ պահանջներ են դնում այս իշխանության առաջ եւ իրենք ինչի են ընդունակ։ Այսօր գալիս եմ եւ տեսնում եմ Արարատի մարզում միջնադարյան մի եկեղեցի կա եւ այդ եկեղեցին աղվանացնում ու ալբանացնում է այս իշխանությունը։ Խայտառակ պատկեր, որ այդ եկեղեցու իբրև թե վերանորոգում են, ինչպես քանդել են Ծիծեռնակաբերդը, աշխատանքների անվան տակ Մատենադարանը, հերթը հասել է եկեղեցիներին։ Բայց եկեղեցու վրա գնացող Արգիշտի Մեխակյանը Փաշինյանը չեն մտածում, որ ես դեմը բոլորն են կանգնելու։ Ես չեմ կարող ասել բոլորը ասելով ինչի նկատի ունեք, ինչքան դե գոնե այն իրենց այն շրջիկ կրկեսը չի կանգնելու, գոնե այն շրջիկ կրկեսը Փաշինյանի այդ 1200 հոգին տեսնում ենք, այդ 1200 հոգի շատ է չափազանցնում, այն դպիրին մեկ տեսնում ենք դպիր, մեկ տեսնում ենք վստահված անձ, մեկ տեսնում ենք քարոզիչ, մեկ տեսնում ենք այսօր ազգային ժողովում էր, մեկ տեսնում ենք ԿՊ-ական падգամավորի օգնական, մեկ էլ կարող է տեսնենք օրինակ Վարսավիր լինի Փաշինյանի, չէ, չենք բացառում, ամենտեղ կան այդ մարդիկ, ամեն մեկի մի 10 պարտականություն դրել են, օրինակ ասում են, որ պետք լինի ստեղ լինելու դու կտեղեք, որ պետք լինի քար գցելու դու կտեղեք, պետք լինի մարդ բանանելու ամենտեղ այդ մի քանի հոգով կգնան։ Միակ հանգամանքը, որ կարող է մայրաթոռի վրա հարձակումը կանխել, դա առաջացնի հասարակական ընդվզում, միգուցե եւ առաջացնի։ Մի անգամ վաղարշապատցիների մի մասը եւ հայ հասարակությունը այդ ընդվզումը ցույց են տվել։ Ես չեմ կարող ասել առաջիկա նվաճման օրը ինչպիսի գործողություն կիրականացնի վաղարշապատցին, երևանցին, մեծամորձին, հոկտեմբերյանցին։ Դե մենք ես դրան անդրադարձել եմ, չգնաց, որովհետև ընտրությունների էին պատրաստվում։ Ասացիք, որ ինքը ընդհանրեն ունի 20% աջակցություն, էնել չգիտեմ ինչ ռեսուրսներով, ճիշտ է։ Ես չեմ ասում, դա փաստ է, դա արձանագրված փաստ է։ Որը մասնակիցներով 40% ապահովել եք, այսինքն այդքան դիմադրություն կա, չէ՞։ Բայց տեսեք, այդ դրան չի մասնակցել Գագիկ Ծառուկյանը, Մեծաշոր չի մասնակցել Մերձևով, դրան չի մասնակցել Ռուբեն Վարդանյանի թիմը, Հանրապետականը, երկրորդ նախագահի իր դեմքով, այսինքն դուք պատկերացնում եք, եթե գնա, բնականաբար այստեղ չեն ասել ընտրություններ, եթե գնա կոնսոլիդացված ընդդիմության մասնակցություն, եթե գնա կոնսոլիդացված մասնակցություն, ապա դե իմ վստահությունը շատ քիչ է, ես որևէ մեկի փոխարեն չեմ կարող որոշել։ Հայ առաքելական եկեղեցու դեմ ես կարծում եմ մեկ անգամ հայ հասարակությունը ցույց տվել է իր ընդվզումը, ցույց կտա եւ երկրորդ անգամ, որովհետեւ դա մեր արդեն ոչ թե այնտեղ կաթողիկոսի հարցն է, բազմիցս ասվել է, սա մեր լինել չլինելու, մեր գոյության, մեր ինքնության, մեր մնալու, մեր քրիստոնյա մնալու հարցն է, որովհետեւ այս իշխանությունը բազմիցս ասել եմ, հիմա էլ կրկնում եմ, այս իշխանությունը ոչ թե այստեղ կտրիշ կաթողիկոսի հարցը չէ, ինչպես իրենք ասում են Կտրուժ Ներսիսյան, ոչ, այստեղ իրենց ամբողջ գրոհը քրիստոնեության վրա է։ Չէ, ինչ էր ասում են ԿՊ-ական են աներձակը, ասում էր գնացի Երուսաղեմում, որ սովորեի, հետո սեռական ոտնձգության մասին պատմություններ, ես հետ եկա, ուզում ես ասես տղա ջան, ուր ես գնացել, ինչից ես խոսում։ Այդ ձեր թիմում ամեն օր դրա մասին այդ բաներ կտեսնեք էլի, ամեն օր այդ մասին կարող եք եւ լսել եւ տեսնել
չգիտեմ, մեկի հեռախոսը մտնում եք, այնպիսի խայտարակ բաների ականատես է լինում հայ հասարակությունը հենց ձեր թիմից, որ էլ չգիտենք ինչ ասենք։ Բայց ես մի դրական բան եմ ուզում ասել, որ վաղարշաբաթի ընտրությունը որևէ կերպ չի կարող իր ազդեցությունը ունենալ, ինչպես այսօր արդեն Փաշինյանը ազդարարում էր, սա մեր 26 թվականի ընտրության նախերգանքն էր, ոչ։ Վաղարշաբաթի ընտրությունը չի կարող համապետական ընտրության վրա որևէ ազդեցություն ունենալ, որովհետև եթե Փաշինյանը իր ամբողջ ռեսուրսով, ես վստահ չեմ, օրինակ հարևան պետություններից մարդկանց չէր բերել, չեմ կարող ասել, կամ բերել էր քանի հոգի էր բերել, ամբողջ ռեսուրսով վաղարշաբաթում կարողացան 21.9% ապահովել ընտրողների համապետական ընտրություններում, ես վստահ եմ, որ Փաշինյանը կրելու է, եթե գործը հասնի մինչև համապետական ընտրություն չլինեն արտահերթ ընտրություններ, խայտարակ պարտություն է կրելու, որովհետև այդ ամբողջ ուժերը չեն կարող գեներացվել, ասենք, ամբողջ հանրապետությունում։ Ես մի բան եմ ուզում ուղղակի այս ընթացքում նաև ասեմ, որ սիրելի վաղարշաբաթցիներ, նրանք ովքեր գնացել են ընդդիմադիր ուժերին ձայն են տվել, շնորհակալ եմ ձեզ, որովհետև ինչպես ընդդիմադիր թեկնածուները, այնպես եւ դուք մահապարտներ եք եղել Փաշինյանական կլանի դեմ։ Այն մարդը, ով գնացել քվեարկել է ընդդիմադիր ուժին, ինքը մահապարտ է եղել, ինքը լավ գիտակցել է, որ այս ռեժիմը, որ վախի մեջ է պահել ամբողջ վաղարշաբաթը, կարող է մտնել իր տուն, խուզարկել կեղծ գործերով, շինծու, այդ ընտանիքին հավաքել, տանել ու բանտերը լցնել։ Այնպես որ շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր գնացին իրենց ձայնը որպես մահապարտ տվեցին ընդդիմադիր մահապարտ թեկնածուներին։ Տեսեք, ընտրությունը ավարտվել է, սրանց խուզարկությունը բռնել է։ Հիմա էլ գնացեք խուզարկեք, ձերեք կաշառակեր, չէ, այն դպրոցի տնօրենը վերջ այդ դափոնով ցուցակները ինչ եղավ, ուր գնացին, կամ այդպիսի քանի տնօրեն եք տվել, որ այդ լափը բաժանվեր մարդկանց, կամ այդ չուլ ու փալասը բաժանվեր մարդկանց, գնացեք այդ մարդկանց տները խուզարկություն արեք։ Բոլորս էլ հասկանում ենք, հերթով գալիս մոտենում են բոլորիս տներին, հասկանում ենք, չէ՞ մենք այդքան բան։ Հիմա վաղարշաբաթով ջախջախեցինք, ջախջախող եք, գնայեք այդ, բերել եք թուրքին նստացրել եք մեր գլխի վերև, գնացեք ու ջախջախեք։ Գնում եք այնտեղ բան կտրած գալիս եք, գիտեք թե այստեղ էլ 21% ձեն են տարել, ջախջախեցինք, չէ՞ մի չէ։ Դուք ուր ջախջախելը ուր։ Ջախջախելուց խոսում է այն իշխանությունը, որը ջախջախել է հակառակորդին, որը չի դատարկել Արցախը, որը հող չի հանձնել եւ որը 120,000 մարդու տնավեր ու բնավեր չի արել։ Ում եք ջախջախում, այն սովահար արցախցիներին, որ վաղարշաբաթում են ապրում, հացի կարոտ այդ արցախցիներին, որ վաղարշաբաթում են ապրում։ Եվ իմիջիայլոց ասեմ, որ արցախցիները, ովքեր որ վաղարշաբաթում ընտրության պիտի մասնակցեին, այդ մարդկանց որևէ ցուցակում գոնե այն տեղամասում, որտեղ ես էի, 3-4 ընտանիք ներս եկավ, այդպես էլ իր անունը չգտավ, ասում գնում ենք այնտեղ չենք, գալիս ենք հաշվառման վայր, այստեղ չենք։ Շատ լավ գիտեին, որ արցախցիների ձայները իրենցը չի, այդ արցախցիներին դարձրել էին, այսպես, մինչև օրվա ավարտ այդ մարդիկ գնում գալիս էին, որ տեսնեին ուր են։ Այս խայտարակ, ես նույն օրն եմ ասել, խայտարակ ընտրություններով ձեր այդ ոգևորությունը, չգիտես ինչը, ուղղակի ամոթ էր, ես այսքանը կարող եմ ասել։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։